Նախքան Գյումրեցուն մեղադրելը, լսեք։ Կառավարության ամենաճակատագրական սխալը Գյումրիում։ Առաջին, քարոզարշավը դեռ չսկսված մեծ մասկի շոու կազմակերպեցին, բերման ենթարկելով թեկնածու Վարդան Ղուկասյանին։ Տարան բաժին, խնդացին, խոսեցին, 2 ժամ անց ներողություն խնդրեցին եւ բաց թողեցին։ Ով էր այս շոուի հեղինակը եւ որն էր նպատակը։ Գյումրեցին նման բաներ չի սիրում։ Բռնել թողնել օպերացիան Գյումրիում չէր աշխատելու եւ հենց այդ օրը զգուշացվեց։ Նման բան այլևս չանեք, արդար չէ եւ Գյումրիում դա հակառակ էֆեկտ է ունենալու։ 2018-ին եկաք, ասեցիք, Վարդանիկը թալանչի է, մարդասպան, կաշառակեր, գող, հանցագործ, եկել ենք ձեզ փրկենք։ Գյումրեցին հավատաց, վստահեց, 80%-ից ավել ձայն տվեց։ Դա հեշտ չէր, փոքր քաղաքի համար, որտեղ գրեթե բոլորը բոլորին բարեկամ են կամ ընկեր։ Ընտանիքներ թշնամացան, հարևանը հարևանի վրա կրակեց, քավոր սանիկ իրարից նեղացան, բայց ձայն տվեցին։ Անցավ 3 տարի, Վարդանիկը իր թալանածը ճակերտավոր եռապատկեց, շինությունները կրկնապատկեց։ Ինչպես ապրում էին, այդպես էլ շարունակեցին ապրել։ Պետք էր, հայհոյում էր ոստիկանին, վարում էր մեքենան ինչպես ուզում էր։ Եվ այդ ամենը ձեզ ձայն տված խեղճ Գյումրեցու աչքի առաջ։ 2021-ին էլ եկաք, համաճարակ, պատերազմ, ֆլան ֆստան, այս անգամ չակուճ ունենք, վստահեք մեզ։ Էլի հարևան բարեկամ թշնամացան, ենթարկվեցին պարսավանքի, կռիվ, դավի, բայց Գյումրին նորից ձայն տվեց 65%-ից ավել։ Անցավ 4 տարի, Վարդանիկը ունեցվածքը տասնապատկեց, ոչ ոստիկանական վերահսկողություն, ոչ արդարություն, ոչ հեղափոխություն։ 2025-ին նորից եկաք, բանը չեղավ, չակուչը կորավ, թույլ ենք, տկար ենք, ոչինչ չենք կարող անել։ Հենա մեզ էլ են հայհոյում, բայց ոչինչ չենք կարող անել։ Բայց դուք գիտեք չէ, որ ինքը այն թալանչի մարդասպանն է։ Ոչ եղբայր, Գյումրեցին ոչ դատախազ է, ոչ էլ դատավոր։ 7 տարի առաջ հավատաց, հիմա մի տեսակ վստահ չէ։ Թեկնածուն քարոզարշավը սկսեց արհեստականորեն ուռճացված ռեյտինգով, ավելի վստահ եւ սանձարձակ։ Մասսայական մատ էր թափ տալիս ամբողջ համակարգի վրա։ Կառավարությանը ասում էր. «Արեք տանեմ գաղութ բոլորիդ, փչացնեմ, տղա դուրս չգաք»։ Լռություն, քար լռություն։ Այս ամենը կատարվում էր Գյումրեցու աչքի առաջ, տան ու դռան դիմաց։ Հակապետական լոզունգներ, ընտրողներին հայհոյանքներ եւ կրկին լռություն։ Մեծ դեբատի օրը, առավոտյան, նորից մասկի շոու։ Մարտուն Գրիգորյանի հորը եւ որդուն տարան բաժին։ Գյումրեցին էլ ավելի հիասթափվեց։ Սեփական թեկնածու Սարիկ Մինասյանին դրեցին անհարմար վիճակի մեջ, ով քաղաքում վայելում էր հարգանք եւ պատիվ։ Առավոտյան ներողություն խնդրեցին եւ բաց թողեցին։ Գյումրեցու մոտ էլ ավելի խորացավ վախի եւ անզորության զգացումը։ Մարդիկ հասկացան, սրանք ամենակարող են։ Ընտրության օրը մի քանի ավտոբուսով կես մետրանոց ոստիկան բերեցին Գյումրի, թե բա մենք ձեր թիկունքին ենք։ Լուրջ տղերք, իրոք կարծում էիք Գյումրեցին չի հասկանում, որ 2 ժամից այդ մարդիկ հետ են գնալու, իսկ ինքը մենակ է մնալու մարդասպանի դեմ, անպաշտպան։ Ովքեր էին այս բռնել թողնելու սցենարների հեղինակները։ Ովքեր էին, որ ընտրությունները դեռ չավարտած սկսեցին Գյումրեցուն մեղադրել 5000 դրամով վաճառվելու մեջ եւ զբաղվել գրչակությամբ։ Փնտրեք ձեր մեջ եւ կպարզեք 7 տարի նույն դասարանում մնալու մեղավորներին։ Գյումրեցին մեղավոր չէ։ Գրել է Հրանտ Միքայելյանը Facebook-յան իր էջում։ Շնորհավոր, Գյումրիի համայնքի հավաքանին ընտրեց քաղաքապետ։ 3 լուրջ սխալ իշխող կուսակցությունից եւ 1 ընդդիմադիր ուժերից։ Ընդդիմադիր ուժերը շտապողականությամբ ընդամենը 8 ձայն հավաքած թեկնածուին սատարելով ուղիղ կրակեցին իրենց ոտքին։ 2026-ի ընտրություններից առաջ ստեղծելով սարսափելի հակակրանք եւ ատելություն սեփական ուժերի հանդեպ։ Մի քանի օր ալիշ-վելիշ անող իրեն լավ տղա ներկայացնող թեկնածուն ձայն տալով աջակցեց մի մարդու, որը տարիներ շարունակ իր ազգուտակին հրապարակայնորեն բզ էր անվանել։ Այդ ընտրությամբ բարոյազրկվեց նախ թեկնածուի ազգուտակը, հետո նրանց, ովքեր նրան վստահեցին։ Այս պահից ընդդիմադիրները Գյումրեցու աչքում վերածվեցին ընդամենը 3 տառանի, դատարկ եւ անվստահելի ուժի։ Բոլոր դիմակները պատրվեցին Գյումրիում եւ ոչ միայն ընդդիմադիր։
Մոռացեք Հայաստան-Ադրբեջան սրացման եւ պատերազմի մասին։ Պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Խորհրդարանում կառավարության ծրագրի հաշվետվության քննարկման իր եզրափակիչ ելույթում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս հայտարարությունը որոշակիորեն հիշեցնում է մոտ 1.5 տասնամյակ առաջ հայտնի միտքը՝ ճգնաժամ չի լինի, եթե չխոսենք ճգնաժամի մասին։ Հետո եղավ ճգնաժամ եւ բավականին խորը, երկնիշ թվով տնտեսական անկում։ Դա իհարկե Նիկոլ Փաշինյանի միտքը չէր, այն ժամանակ նա դեռ իշխանության չէր, այլ ձգտում էր իշխանության, եւ հետեւաբար այն ժամանակ նա խոսում էր բոլորովին այլ տրամաբանական կոդերով եւ բանաձևերով։ Այսօր հայտարարում է, որ վարչապետ դառնալուց հետո քայլ առ քայլ հասկացել է շատ բաներ։ Իհարկե, այդ շատ բաներ հասկանալու process-ը Հայաստանի վրա արժեցել է շատ թանկ։ Եթե իհարկե Նիկոլ Փաշինյանն իսկապես վարչապետ է դարձել հասկանալուց առաջ, այլ ոչ թե շատ բաներ հասկանալով։ Բայց այդ ամենով հանդերձ Նիկոլ Փաշինյանի մոտեցումների թանկ էվոլյուցիան այդուհանդերձ ստիպում է նրա հայտարարություններին, հատկապես կատեգորիկ հայտարարություններին, ինչպիսին օրինակ Արցախը Հայաստանը եւ վերջ, կամ մոռացեք պատերազմի մասին, պատերազմ չի լինելու է խաղաղություն, հարկ է վերաբերվել վերապահումով։ Նիկոլ Փաշինյանին որևէ մեկը հավաստիացրել է, որ չի լինելու պատերազմ, թե նա համոզված է, որ եթե չխոսենք պատերազմի մասին, եթե անընդհատ խոսենք միայն խաղաղության մասին, կլինի խաղաղություն։ Սա քնարակություն է, թե քաղաքականություն, որովհետև պատերազմի եւ խաղաղության մյուս կողմի Ադրբեջանի վարքագիծն այնպիսին է, որ կբավականացնի նույնիսկ մի քանի պատերազմի ռիսկի, եւ հնարավոր չէ մոռանալով կառավարել այդ ռիսկերը։ Այստեղ հարկ է իհարկե նկատել, որ բոլորովին ընդունելի եւ նույնիսկ արդյունավետ եւ օգտակար չէ մյուս ծայրահեղությունը՝ ամեն երկրորդ միտքն ու բառը պատերազմի վտանգին նվիրելը։ Դա բացարձակապես օգտակար չէ, եթե իհարկե օգտակարությունը չենք չափում լոկ քարոզչական դիվիդենդներով։ Բայց պատերազմի անդադար գույժի եւ պատերազմը մոռանալու երկու ծայրահեղություններն ունեն քաղաքական բովանդակության բավականին մեծ միջակայք, որտեղ խնդիրներն ու ռիսկերը, հնարավորություններն ու մարտահրավերները պահանջում են լուծում, այլ ոչ թե գույժ կամ մոռացում։ Պահանջում են լուծում, հետեւաբար լուծումների վերաբերյալ առարկայական խոսակցություն։ Որևէ պետություն, առավել եւս շատ մեծ ռեսուրսներով աչքի ընկնող պետության համար, առարկայական հասարակական քաղաքական դիսկուրսն ինքնին արդեն պաշտպանական ռեսուրս է, իսկ դրա բացակայությունը եւ հանրությանը երկու քարոզչական ծայրահեղությունների միջև պարփակումը անպաշտպանություն։ Նյութի աղբյուր, Առաջին AM։ Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի Facebook-յան գրառում է. Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովի հայտարարությունը Հայաստանին առաջադրված պահանջի մասին այն է ապահովել անարգել, առանց որևէ խոչընդոտ կապ Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև։ Նշանակում է էքստերիտորիալություն, այսինքն հատուկ կարգավիճակ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող հաղորդակցային ուղիներից օգտվելիս։ Հիշեցնեմ, որ Հայաստանի գործող իշխանությունները մի քանի անգամ հրապարակավ բացառել են Ադրբեջանից Նախիջևան մեր տարածքով անցնող ճանապարհի էքստերիտորիալ կարգավիճակը։ Այդուհանդերձ տպավորություն ունեն, որ ադրբեջանական այս պահանջը նույնպես ընդունվելու է կամ գուցե արդեն ընդունվել է։ Ուղղակի ձևակերպում են ոչ թե ճանապարհի էքստերիտորիալություն, այլ ճանապարհից, ճանապարհներից օգտվողների էքստերիտորիալություն։ Ինչ է սա նշանակում։ Ինքնիշխան պետության հասկացությունը սահմանվում է որպես պետական սահմաններ ունեցող որոշակի տարածքում ներքին եւ արտաքին ինքնիշխանություն։ Այսինքն, եթե ադրբեջանական այս պահանջը բավարարվի, ապա Հայաստանի Հանրապետության որպես ինքնիշխան պետության մասին խոսել անգամ անիմաստ կդառնա։ Նյութի աղբյուր, Մամուլ AM։